Իրական։ Էսոմա, դախ կամ եկելի։ Մի քիչ դախ գնաց ապաշկի։ Ահա, նորմալ է, թող։ Ազդազրկում կկարդա իբրև հումանիստական իր դրսևորում։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ դրա տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի երկրորդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Բարձրաբան։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է Պաշտոնյա առանձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վեճիրը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա հուզմունքն է պատճառը դատավորի։ Հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածը, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այնինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Վերակնի չեք դիմելու։ Հոդվածը ձեր ասելով կասացես, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Վերակնի չեք դիմելու։ Այո, ավելին ասեմ, մենք արդեն ստացել ենք Վճռաբեկ դատանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունել է մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ակցիան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու։ Այս դատավճիռը երբ եք դիմելու։ Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դատավճիռը անպայման բողոքարկվելու է Վերաքննիչյան, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվել։ Այսքան է, եթե հարց ունեք, խնդրեմ։ Իսկ մեղադրանք այսինքն հոդվածի փոփոխություն չունեք պայմանավորում, մտավախություններ ունեի, որ եթե բողոքարկեիք շատ հեշտությամբ հաղթանակի կհասնեիք, թե երկրորդ։ Չէ, եկեք թողնենք որ դատավորը պատասխանի այդ հարցին։ Իսկ ձեր պրակտիկայում շատ է լինում, երբ ասենք բաժիրը կարդալուց ուրիշ հոդված են ասում, բայց թղթի վրա պատասխան։ Իմ պրակտիկայում առաջի դեպքն է, որ arczepiskopos-ի նման անհիմն մեղադրանքով դատապարտում են։ Առաջի դեպքն է իմ պրակտիկայում։ Պարոն Ահարոնյան, ձեր դիտարկումները լսենք, ձեզ համար էլ էր սպասելի, որովհետև հանրային շրջանակները մինչև վերջ հույս ունեին, որ այս քայլին չի գնա դատական իշխանությունը, այս քայլին չեն գնա առհասարակ։ Բայց խնդրեմ գնացեք այս կոմելի կադրությունը։ Մեր անցած ճանապարհը նախապատրաստվում էր այս ամեն ինչը, սպասելի էր ինչ-որ միտեղ, սակայն սա բնականաբար այսպես չի մնա, մենք բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը վերջ տալու համար, ես չգիտեմ սենց պատմական ամոթի օրեր այսօր, այսքան բան։ Դա մնացեք ձեզ շնորհակալություն։